Պարոն Կոստանյան, միջադեպին ձեր կանդրադառնանք, ինձ ասացիք, որ չի համապատասխանում, բայց նախ ասեք, դուք հայրենիքին ինչ ծառայություն եք մատուցել, որ շրջանշանի եք արձանագրել։ Արցախն եք ազատագրել, Շորողեր եք ազատագրել, Հանակ եք ծառայել, ինչ եք արել։ Արյուն եք թափել, բարեբախտաբար ոչ Այս հարցին մի անգամ արդեն այլ գործընկերների հարցմանի պատասխան անդրադարձել եմ, նշելով, որ ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որ ես եմ իրականացնել, ենթադրում եմ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա, իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր հայրենիքին ծառայության կոնցեպտին, կարծում եմ, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել, իսկ ժամկետները, եթե ուշադիր լինեք, թե երբ է տեղ ունեցել այդ պարգևը, որի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության, տրամաբանորեն կարելի է հասկանալ ինչի համար։ Կարծում եմ, որ մի քիչ արժեզրկել են այդ մեդալները, ամեն ինչ տալիս են մարդկանց մեդալ, որոնց մատուցած ծառայությունները ամենայն դեպս դուք կարող եք գնահատել, որ դրանք ծառայություն են հայրենիքի մատուցում, բայց հանրությունը չի տեսնում։ Ես չի որ պիտի այդ գնահատականը տամ, եթե այլ հարցեր ունեք համեցեք։ Դիվանագիտական ինչ հաջողություններ եք գրանցել, որի համար շարժանացել եք բանկին։ Օրինակ, երեք մատուցի պարագայում ասում են խաղաղության պայմանագրի կապված շատ մեծ ջանքեր եք ծախսել, Ենթադրում եմ, որ մի օր երբ որ ես չեմ որ պիտի խոսեմ այն աշխատանքի մասին, որ արել են եւ ես չեմ սիրում։ Օրինակ, պատերազմի մասնակիցները մեկ շաբաթ առաջ պարոն Կոստանյանն այստեղ էին եւ իրենք համեմատական տարան ասացին, եթե Կոստանյանն էլ է ստանում եք շքանշանովում եք, մենք չենք կարող չքանշանալ։ Առաջարկում եմ Հիմա դուք օրինակ ցավ չեք ապրում, որ մարդիկ ովքեր պատերազմին մասնակցել են, ովքեր անցել են շատ դաժան ու դժվար ճանապարհով, բերել են իրենց քրտիկով վաստակած մեդալները հետ են տվել եւ նաեւ համեմատական են տան, որ եթե դուք եք ստացել, իրենք ուրեմն չեն ուզում այդ մեդալը։ Ցավ եմ ապրում, որ նման ակցիա են իրականացրել։ Ամեն դեպքում զուգահեռները տեղին չեմ համարում եւ առաջարկում եմ համապատասխան հարցում ուղարկել կառավարությանը եւ գիտեք պրոցեդուրան մի վարքեմ ավարտեմ կա հստակ պրոցեդուրա, որի միջոցով տրվում են այդ մրցանակները։ Ես չեմ, որ որևէ կերպ նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը, բայց առաջարկում եմ, եթե բովանդակային արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան, դրանց պատասխանեմ, եթե ոչ Դուք ձեզ արժանի համարեք, ամեն դեպքում դուք ասում եք ես չեմ ողի գնալու, բայց դուք ձեզ արժանի ձեր աշխատանքով ձեզ արժանի համարեք։ Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու։ Ես պատասխանեցի ձեզ։ Ձեր գիտական թեզերին որտեղ կարող է հանրությունը ծանոթանալ։ Դուք այդ պատրվակով եք, ծառայությունից խուսափել։ Պատրվակով բառի հետ չեմ համաձայնվի, ժամանակին այո ես աշխատանքներ տարել եմ այդ ուղղությամբ, ցավոք սրտի այս պահին աշխատանքի ծանրաբեռնվածության բերումով չեմ սպասում։ Ցավոք սրտի նշանակվեցիք պաշտոնի, բայց կարող եք չնշանակվել, ազնիվ գտնվել եւ ինչի համար որ միտինգ եք անում։ Ինչի համար որ միտինգ եք անում, պարոն Կոստանյան, դրա համար էլ այդ ծառայեցնեք այդ միտինգը։ Կարապետյանի կառավարությունը լավություն արեց ձեզ եւ այլ ձեր երիտասարդ։ Այդ գործընթացները չեն եղել ինձ համար կամ ուրիշի համար, դա ընդհանուր առմամբ եղել են կրթության ոլորտում բարեփոխումներին նվիրված։ Գործընկերից ասում եք, ո՞ր են ձեր գիտական թեզերը։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Արտգործ նախարարության աշխատանքներին վերաբերող հարցեր կան։ Չէ, եւ վերջերս միջադեպի Պատասխանեցի ձեր հարցին։ վերջերս մամուլը գրել էր, որ Չի համապատասխանում իրականություն։ չի համապատասխանում։ Չեք եղել նշված ռեստորաններ, Նշված ռեստորանը ո՞րն է։ որտեղ որ գնացել եք։ Իսկ ինչ էր նշված։ Թափով խմել եք, հետո դուրս եք եկել այնտեղ։ Հիմա այդ ձեր ամբողջ հարցի մեջից ո՞ր հատվածներ կոնկրետ։ Եղել է նման բան։ Ինչ։ Գնացել եք թափ խմել եք, թե չէ։ Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերվում է միջադեպ լինելուն, չի համապատասխանում իրական, չի համապատասխանում։ Որ մի կնոջ հետ գնացել եք ռեստորան, փաբ, չգիտեմ որտեղ եղել, խմել եք, դրանից հետո ինչ-որ միջադեպ է եղել։ Չի համապատասխանում իրական։ Սկզբից ինչև էր, թե վերջին։ Պատասխանեցի ձեր հարցին։ Ձեր գիտական մասը ասացիք,
ստացվում դուք խաբել եք կառավարությանը, Կարեն Կարապետյանի կառավարությանը, որ խոստացել եք գնալ գիտական աշխատանքով զբաղվել, որ ազատվեք բանակից, բայց չեք ստացվում։ Ոչ, ստացվում է, որ ես սկզբում ընդունվել եմ ասպիրանտուրա, սկսել եմ այդ աշխատանքներ իրականացնել, հետագայում աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով չեմ հասցրել ավարտել այդ աշխատանքները։ Ինչի նկատի ունի։ Ազատվում են ծառայությունից, ինչ որ պատվիրակներ, գոնե հիմա գումար։ Ինչի նկատի ունի։ Նկատի ունեմ, որ շատ-շատերը մեր կառավարությունը նախկին իշխանությունների մեղադրում են նրանով, որ նրանք թույլ են տվել ինչ որ մարդիկ այդ գիտական մոտածների երբեզերի հետ կապված ազատվեն ծառայությունից։ Մասնացի այս իշխանության ներկայացուցիչներից մեկը այդ նախկինների ճակերտավոր բարիքից օգտվել է ու հիմա դրա համար գոնե պատասխանատվություն չի կրում։ Դուք ասում եք ցավոք սրտի չեն շատերի, բայց ցավոք սրտի արդյոք իրավական կամ քաղաքական գնահատական է։ Եթե որևէ օրինակ խախտում եք տեսել իմ գործողություններում, առաջարկում եմ դիմել համապատասխան կառույցին։ Բարոյական չափանիշներ խախտում են, կարելի է տեսնել։ Արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան։ Այս թեմայով կարծում սպառեցինք այս թեման։ Դարձել եք փոխնախարարության առաջարժան նախագահի օգնական ու չեք գնացել ձեր աշխատանքով զբաղվել։ Դուք դրա համար եք խոստանում Կարեն Կարապետյանի կառավարությանը նախկինին, որ երթվում եմ կգնաք։ Այս թեմայով այլ մեկնաբանություններ չունեմ։ Եթե կան այլ հարցեր, համեցեք։ Ես ունեմ այդ հարցերը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպումներ պետք է ունենա Բրյուսելում, տեղյակ եք ինչ հանդիպումներ են լինելու, Արծվալիևի հետ ինչ-որ նոր քննարկումներ լինելու են եւ զանգեզուրի միջանցքի հետ կապված վերջո հասկացան այդ տերմինը օգտագործի, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսինքն կար հաղորդագրություն ըստ որի նախորդ հանդիպումների ժամանակ նաեւ դա է քննարկվել այդ միջանցք եզրույթ օգտագործել թե չէ։ Վերջը եկան ընդհանուր հայտարարություն։ Այսօր Բրյուսելում տեղի ունենալու Global Gateway համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումը, որը գիտեք Եվրոպական միության լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է հանդիսանում, որը պետք է կապի Եվրոպական միությունը տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ եւ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ, նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այլ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահը այս միջոցառմանը չի մասնակցում, ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված երկրորդ հարցին եւ այդ միջանցքի տերմինի կիրառությանը, կարծում եմ վարչապետի խոսնակը օրեր առաջ 3, եթե չեմ սխալվում, հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ, դրան ավելացնելու բան չունեմ այս բանը։ Պարոն Կոստանյան, ի վերջո երբ է ստորագրվելու ձեր նշած այդ խաղաղության պայմանները, կա ժամկետ։ Մենք շարունակում ենք աշխատանքներ այս ուղղությամբ եւ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ ռատիֆիկացնել այս փաստաթուղթը։ Քոչյանի իր ասուլիսում ասում է, որ այդ ստորագրությունը հանդիպումից դրանք է եղակող Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ, Նիկոլ Փաշինյանը ստացավ նկար Թրամփի հետ։ Հիմա մենք Հայաստանը ինչ է ստացել։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու եւ սկսել է այդ գործընթացը եւ մենք նաեւ ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա։ Հաճախ է իրենց խոսքերից հետ կանգնում եւ օրինակ մի բան պայմանավորվում են, օրինակ հրադադար, զինադադար, դեպի կառուցում են դրանք ֆակտներ։ Դուք երաշխիք ստացել եք այլևս, որ այս խաղաղության գործընթացը ավարտի կատարվի եւ այլևս որևէ միջադեպ հեչավորություն արձակում չի լինելու։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Այսինքն իսկ երկբացի հույս ունենալուց երաշխիք կա, ինչ որ ձևով Ալիևը գոնե բանավոր ասել է, որ խոստանում չեմ խախտել։ Պատասխանեցի ձեր հարցին։ Չենք իմանում երաշխիք բացի հույս ձեր անձնական հույս ունենալու։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք
հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։ Այն որ Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին բարբերված չկաց, որ այստեղից հակառակն է նրան հուշում, որ Զանգեզուրի միջանցք չի սխալ ասում։ Դա արդյոք խոսում է նրա մասին, որ այդքան էլ երաշխավորված չէ խաղը։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց ասում են։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մենք այս ուղղությամբ եւ բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես հնարավորության դեպքում ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։